Ես համոզված եմ, որ այո, հիմա պատկերացրեք, որ ես ամեն օր իմ որդիներին զարթնեմ ու ամեն օր ասեմ, որ դուք ինչ թույլ եք, ինչքան հիմար եք, ինչքան թույլ եք, դուք չեք կարող ոչի բան այս կյանքում հասնել։ Եվ դա հնչի ամեն օր որոշակի հիմնավորումներով, ճակերտավոր։ Ոնց եք կարծում, այդ երեխաները երբևէ հաջողության կհասնեն, միայն մի դեպքում, երբ որ իմ տնից դուրս գան։ Հիմա եթե մենք ոգին կոտրում ենք ամեն օր փաստելով, որ մենք շատ թույլ ենք, մենք շատ խեղճ ենք, պետքա տանք, որ պատերազմ չլինի, պետքա տանք, պետքա անենք ինչ որ ուզում են։ Եթե ոգի չեղավ, ինչ բանակ։ Եթե ոգին չամրապնդվի ֆիզիկական պատրաստակամությամբ, ինչ բանակ։ Ախր առաջի հերթին պետք է լինի զինվոր, որը պատրաստ է այդ խնդիրը լուծելու։ Պետք է լինի հրամկած, որը պատրաստ է այդ խնդիրը լուծելու։ Մենք այս նայ քանի տարի է, որ մեզ 20 թվականից ասած մեզ ասում են, որ մենք շատ թույլ ենք, մենք շատ խեղճ ենք, եթե հանգարց չանենք, պատերազմ սկսի։ Այդ մարդը ո՞նց կարա մարտունակ լինի։ Պարտություն են։ Այո, եւ ո՞նց կարա մարտունակ լինի, եւ չնկատեցիք որտեղ, որ դիրքում մենք կռիվ տվեցինք, պարզվեց ադրբեջանցիները տենց ուժեղ չեն։